Ուրեմն այսօրվա մեր դասի թեման է տասնյակներ և միավորներ, գործողություններ և համեմատումներ երեխաներ։ Մեր այսօրվա դասի նպատակն է զարգացնել սովորողների կարողությունը թվերը ներկայացնելու և կիրառելու տասնյակների միջոցով, ձևավորելով համագործակցային աշխատանքի պատասխանատվության և փոխօգնության մշակույթ։ Ինչ եք կարողանալու դուք այսօր դասի վերջում անել։ Կարողանալու եք ներկայացնել տասնյակները միավորով և հակառակը, միավորը տասնյակը։ Կատարելու եք տասնյակներով գումարում և հանում, համեմատելու եք տասնյակները և թվերը, դասավորելու եք թվերը աճման և նվազման կարգով և աշխատելու եք զույգերով, կիսելով դերերը և պատասխանատվությունը։ Ինչպես եք սկսում դասի երեխաներ։ Ձեզ կբաժանեմ ելքի քարտեր, մուտքի քարտերի վրա փոքրիկ 3 առաջադրանք կա։ Կատարում եք առաջադրանքները, ապա յուրաքանչյուրը ձեր կողքին նստածի գրավորը վերցնում եք և ստուգում եք։ Եթե սխալներ չկան, ուղղակի հետ վերադարձնում եք տիրոջը, եթե սխալներ կան, փորձում եք բացատրել։ Կբացատրեք դուք, ապա ես։ Պայմանավորվեցիք։ Ձեզ մայր բաժանում եմ մուտքի քարտերը։ Առայժմ չենք սկսում, մեկնարկը գտա, նոր կսկսենք։ Ուղղակի ծանոթացեք և ձեր անունները վրան գրեք։ Հիմա ունեք 2 րոպե ժամանակ, խնդրում եմ լրացրեք թերթիկները, որպեսզի անցնենք ստուգման։ Աշխատում ենք ինքնուրույն, չենք քննարկում, չենք քննարկում, իմ նախատեսած ժամանակից դուք ավելի շուտ եք ավարտում ոնց-որ կեցեք։ Ինչպես արդեն տեսնում եք, դուք ավարտել եք աշխատանքը։ Հիմա փոխանակում եք քարտերը, մեկը մյուսինը ստուգում եք, սխալներ հայտնաբերելու դեպքում ձեռք եք բարձրացնում, որպեսզի միասին քննարկենք սխալները։ Դուք արդեն ստուգեցիք, հետ վերադարձրեցիք թերթիկները յուրաքանչյուրի տիրոջը, հիմա հայտնը կգա, պատասխանները կբացի և ինքնաստուգում կանենք։ Յուրաքանչյուրը ձեր գրած թերթիկը կստուգեք, բացի հայտնում պատասխանները։ Կեցես, նստեցիք, ստուգում եք միասին, առաջինով եք ստացել, ձեռք ենք բարձրացնում, երկրորդով եք 3 ստացել, երրորդով եք 5 տասնյակ կամ 50, ովքեր են ստացել այլ պատասխաններ, այլ թվեր, ովքեր են ստացել իգականունի, ինչ թիվ է ստացել։ Առաջինը ստացել է 10, երկրորդը ստացել է 3, այնուսնան 5 Բայց ես ուրիշ բան էի կարծում լիգա։ Ինչն էր պակասում լիգայի մոտ երեխաներ։ Եվա։ Կամը կարող եք չգրել։ Ինչի հետևանքով լիգան մեր նույն արածը կրկնվեց։ Ուշադիր եք։
բարձր։ Ուրեմն ինչ պիտի անի Լիկան։ Ավելի ուշադիր լինի։ Ապրեք։ Խնդիր երեխաներ, փորձեք միասին հասկանալ ինչ պետք է անել։ Պատկերացրեք, դուք եւ ձեր զույգը, ովքեր նստածը, պատրաստում եք նվերների փաթեթներ։ Յուրաքանչյուր փաթեթում պետք է լինի 10 մատիտ։ Քանի մատիտ ունենաք, եթե կա, քանի մատիտ ունեք, եթե կա 6 փաթեթ։ Ով է պատմում խնդիրը։ Խնդիրը ով է պատմում։ Մարիամ։ Մենք ունենք 6 փաթեթ։ Սկզբից ինչ պիտի պատրաստեք, Մարիամ։ Մենք ես եւ իմ զույգը պետք է պատրաստենք 6 փաթեթ։ Մենք ամեն փաթեթում դրեցինք 10 մատիտ։ Մենք հիմա պետք է իմանանք, թե ընդհանուր քանի մատիտ ունենք։ Ապրեք, որն է խնդրի պայմանը երեխաներ։ Պայմանը։ Տվյալները, այն ինչը ունենք եւ Մատիտները։ ահա, քանի մատիտ ունենք։ Գիտեք ընդհանուր քանի մատիտ ունենք։ Ոչ, բայց ինչը գիտենք։ Դանիել, Որ ամեն 6 տուփում 6 փաթեթում կա 10 մատիտ։ 6 փաթեթում կան մատիտներ։ Այդ ինչը հստակ գիտենք։ Մեկ տուփում 10 մատիտ։ 10 մատիտ կա, կեցեք, երեխաներ, եթե մեկ տուփում 10 մատիտ է, կարող եք ասել մեկ տուփում 1 տասնյակ մատիտ կա։ Այո։ Իսկ ինչը պիտի պարզեինք, պահանջը, Միքայել, Որ պետք է։ պետք է իմանանք, թե 6 տուփում քանի մատիտ կա։ Ահա, դե եկեք պարզենք, հաշվենք, ինչպես պիտի հաշվենք երեխաներ։ Ինչպես եք հաշվելու։ Ինչպես եք հաշվելու։ Ինչպես եք հաշվելու։ Ահա, Ռոբերտ։ Մենք հաշվելու ենք Եթե կա մեկ փաթեթում, եթե կա մեկ փաթեթում 10 մատիտ, ուրեմն 6 փաթեթում 6 փաթեթում կլինի 60։ 6 փաթեթում կլինի 60 մատիտ։ Համաձայն եք Ռոբերտի ասածին։ Հիմա Եվան կգա պատասխանը կբացի, կտեսնենք ճիշտ ենք կատարել հաշվարկը, թե ոչ։ Կեցեք, դեցապարեք։ Երեխաներ փորձելու եք համեմատել։ Ինչ է նշանակում համեմատել։ Համեմատել, Լաուրա։ Համեմատել նշանակում է փոքրից մեծ կամ հավասարման նշան։ Գտնել, որն է փոքր կամ որն է մեծ, կամ արդյոք իրար հավասար են, թե ոչ։ Բարձր երեխաներ։ Հիմա ձեր մոտ ովքեր փաթեթ ունեն, փաթեթը կբարձրացնեն, ովքեր չունեն, ձեռքով ցույց կտան։ Նշանը։ Ով է կարծում։ Մարիամ։ 20-ը փոքր է, 60-ը մեծ է։ Իր նշանը 20-ը փոքր է, 60-ից։ Ճիշտ է դրել Մարիամ։ Ապրեք, հաջորդը։ Ով է կարծում։ Դավիթ։ 7 տասնյակ, 6 Դրեք նշանները տեսնեմ 7 տասնյակ 6 տասնյակ Ահա, Տիգրան արի նշանների բարձրացել հարթա և ասա ինչ նշան ես գնելու 7 տասնյակը 6 6-ից թե 6 տասնյակից Երեխաներ, իսկ ինչ տարբերություն 6-ի և 6 տասնյակի միջև։
Տիգրան։ 6 Ահա, երբ որ մենք ասում ենք 6, հասկանում ենք 6, երբ որ ասում ենք 6 տասնյակ, հասկանում ենք 60-ը։ Կեցեք։ Նշանը դրեցինք, նշանը։ Ուր է նշանը։ Կեցեք, Մարիա շրջի, ահա, ապրեք, հիմա Մարիան գրատախտակին եմ կնշի։ Ինչպես տեսնում եք, և այստեղ և գրատախտակին գրված են նույն թվերը։ Ինչպիսի թվեր են գրված կասի։ Սարա։ Ինչպիսի ձևը, տեսակը։ Ինչպիսիով է։ Ռոբերտ։ Կլոր տասնյակներ են գրված, ապրել։ Երեխաներ, այս թվերը մենք պետք է դասավորենք աճման կարգով։ Ով կհիշեցնի ինչ է նշանակում աճման կարգ, Անի։ Այո, այսինքն ինչ ենք անում փոքրից մեծ դասավորում ենք թվերը։ Ձեր թերթիկների վրա, քարտերի վրա, ազատ տեղում եք շրջեք թերթիկները, հետևի մասում թվերը դասավորեք աճման կարգով։ Աճման կարգով։ Ինքնուրույն ենք աշխատում։ Ինքնուրույն ենք աշխատում, դասավորում ենք աճման կարգով, ինչպես Անին արդեն ասաց, փոքրից մեծ, դասավորեցի, փորձենք միասին ստուգել երեխաներ։ Հիմա էկրանին կհայտնվի աճման կարգով դասավորված թվերը։ Միասին կարդում ենք 10, 80, ինչպես պիտի արտասանենք 80, ով է այսպես դասավորել։ Կեցեք, Դարիելն ասաց երեխաներ, այստեղ օրինաչափության խախտում կա։ Որի մասին է խոսքը, Դանիել։ Որ օրինակ բոլորը երեքնիշան, իսկ հարյուրը երանիշ։ Հա, դու բոլորը երեքնիշ են, իսկ հարյուրը երանիշ, դա օրինաչափությունը չի, Դանիել ջան։ Օրինաչափության խախտում կլիներ, եթե ենթադրենք, ինչ լիներ երեխաներ։ 60։ Ենթադրենք 60-ը չլիներ։ Ինչ կլիներ, կլիներ 10, 20, 30, 40, 50, 70, 80, 90, 100։ Իսկ այստեղ ինչ օրինաչափություն նկատեցինք։ Այստեղ, այս դասավորած շարքում ինչ օրինաչափություն կա։ Միքայել, ինչ օրինաչափություն կա։ Որ ամեն անգամ 10 Տեսես, ամեն անգամ 10 թիվը ավելանում է։ Հաջորդ առաջադրանքը։ Հաջորդ առաջադրանքը։ Նույն այս թվերը երեխաներ, նույն այս թվերը դասավորում ենք
նվազման կարգով, ով է հիշեցնում նվազման կարգը որն է, նվազման կարգը, Միլենա, մեծից փոքր, սկսեցինք, հերթիկների վրա գրում ենք, մեծից փոքր, մեծից փոքր, դասավորում ենք թվերը։ Վերջ, կեցեք, ստուգենք միասին, կարդում ենք, 100 աճման կարգով, նվազման կարգով, կար մարդ, ով այսպես չէր դասավորել։ Բոլորդ այսպես էիք դասավորել։ Ինչ եք կարծում, դուք հասկացել եք աճման կարգ, նվազման կարգը։ Եվ քանի որ արդեն ժամանակն է, որպեսզի մենք հասկանանք այսօրվա թեմայից ինչ սովորեցինք, ինչն է դժվար, ինչն է հեշտ, ես ձեզ կբաժանեմ երկի քարտեր երեխաներ, եւ էլի ոնց որ նախորդ թողունքի քարտերը լրացրեցի, կփորձեք լրացնել սա։ Այնուհետև նույն ձևով յուրաքանչյուրը ձեր կողքինի գրածը կստուգեք, միայն վերջին նախադասությունը երեխաներ ստուգելու կարիք չի ունենա, քանի որ այստեղ մարդը իր դիրքորոշումն է գրելու այն ինչը ինքը հասկացել էր այսօր, հասկանալի է, վերջում գրված է, այսօր ես հասկացա, որ նախադասությունը շարունակել է, դուք ուղղակի կընթերցեք ձեր ընկերոջ գրած նախադասությունը, նորից ձեր անունները գրեք վրան, Արդեն կատարեցիք փոխստուգում, հիմա ժամանակն է, որպեսզի պատասխանները բացենք եւ կատարենք ինքնաստուգում, Արինքայ։ Ուշադիր կլինեք էկրանին։ Նայում ենք։ 5 տասնյակը հավասար է 50, այսպես եք գրել։ Այո։ 80-ը հավասար է 8 տասնյակ։ Այո։ Եվ 60-ը փոքր է 90-ից։ Այո։ Կեցեք, ապրեք։ Իսկ վերջին նախադասությունը ես այսօր հասկացա, որ մի քանիսը կկարդա, մյուսներինը դուք դասամիջոցին իրար հետ կարծիքներով եւ ձեր հասկացածով կփոխանակեք։ Եվ Ես այսօր հասկացա, որ դժվարությունները պետք չէ բացվել։ Կեցես, Լիոնա։ Ես հասկացա, որ ունեմ սխալներ։
Ունես սխալներ, իսկ ինչ պետք է անես սխալներին ուղղելու համար։ Ինչ պետք է անես։ Շատ աշխատել, Դավիթ։ Հավասար է 10 միավոր, Միլենա։ Պետք չէ վհատվել, երկու հոգվել լսում եք ու ամփոփել։ Մարիամ։ Ամեն ինչ հասկացար, Դանիել։ Դեր ես հասկացել ամեն ինչ։ Կեցեք, ես շնորհակալ եմ եւ ես վստահ եմ, որ ձեր մեջ չկար մեկը, ով այսօրվա դասը չհասկացա, ուստի հենց այդ նպատակով հիմա մեր հեռախոսներով շատ հետաքրքիր առաջադրանք ենք կատարելու։ Ուրեմն մեր վայրերի խմբում, որը մենք ստեղծել ենք երեխաներ, ես կտեղադրեմ առաջադրանքի լինքը, դուք հղումով կանցնեք և թեստը կլրացնեք։ Նրանք, ովքեր որ լինքով չեն կարողանա անցնել երեխաներ, կսկանավորեն QR կոդը, սա մեր QR կոդն է, կսկանավորեն և կկատարեք առաջադրանքը։ Հիմա ես կուղարկեմ լինքը վայրերի խմբում։ Երբ որ լինքով անցնում եք կամ սկանավորում եք, բացում այսպիսի պատուհան երեխաներ։ Տեսա՞ք։ Այստեղ ունենք առաջադրանքներ, տասնյակների և միավորների վերաբերյալ։ Անուն, տեսաք անուն բառը։ Անուն դաշտում լրացնում եք ձեր անունը։ Ովքեր զույգով են աշխատում, երկուսի անունն էլ գրեք։ Գրեցին։ Ձեր անունը գրեք։ Միայն անունը բավական է։ Ոնց կուզեք։ Լրացրեք։ Անունը գրելուց հետո երեխաներ, տեսեք այստեղ ունենք առաջադրանքներ։ Պետք է գրեք 5 տասնյակը հավասար է ինչի։ Տարբերակներից ընտրում եք միայն մեկը և այդ շրջանի մեջ կետիկը դնում եք։ Ու այդպես ամբողջը լրացնում եք, ով կվերջացնի, վերջում տալիս է atpravit կոճակը, սեղծում ենք atpravit, այսինքն ուղարկում ենք, հետո մենք ստատիստիկան այստեղ կնայենք։ Աշխատում ենք, ձեզ երկար ժամանակ պետք չէ, լրացնում ենք ու վերջում ուղարկում ենք։ Atpravit։ Ով կվերջացնի atpravit։ Վերջ, դու արդեն ուղարկել ես։ Մենք արդեն 4-ը պատասխան ունենք, նայեք երեխաներ։ Այո, 4 հոգի արդեն վերջաց atpravit։ Այս տաշը։ Ես վերջացնելու։ Ահա։ Էսի։ Ահա, կարող ես։ 5 պատասխան։ Ուղարկեք։ Ունենք արդեն պատասխանները, դուք ինքներդ էլ կարողացաք, չես ստուգեք որն եք ճիշտ արել, որը սխալ արել, որոշներդ արդեն ստուգեցիք, և այստեղ ունենք այսպիսի պատկեր երեխաներ, եթե նկատեցիք ներքևում ձեր անուններն են, ձեր ցուցանիշներն են։ Հետաքրքիր էր դասը։ Այո։ Կան կամ որ այսօր չհասկացաք։ Ոչ։ Ինչն է դժվար։ Իսկ ինչ կուզեք հաջորդ դասի համար լինի։ Ավելի հետաքրքիր բաներ։ Անգամ անցնենք։ Ավելի լավ բաներ, Միքայել։ Ավելի կարևոր բաներ։ Ավելի դժվար բաներ։ Ուրեմն ես խոստանում եմ, որ հաջորդ դասին ևս կունենանք նմանատիպ առաջադրանքներից որևէ մեկը։ Ապրեք երեխաներ։